Ավետիսյանների հարազատները դժգոհ են ռուսական կողմի իրականացրած դատաքննությունից եւ այն համարում են բեմականացում, համոզված են իրենց շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չեն ստանալու։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում իրականացվելիք աուդիտը չի բացահայտելու չարաշահումները, չի արդարացնելու հանրության սպասելիքները, համոզված է տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Հիասթափություն շակերտների մեջ ասած չեն թողի, որ ապրենք, նորից կվերածեն մի հատ անճոռնի հետագայում կառույցի, չի բացառում, որ 20 հեկտարի վրա նաև շինություններ գնան, որոնք դժվար թե կարողանան ինչ-որ ձև նմանել մարզամերկային համալիրի ոճին, որովհետև այդ ոճը կրկնել անհնարավոր է։ Խորհրդավոր վաճառք շենքի հետ կապված դատական գործը չավարտված, նախկին սեփականատերերը մարզահամերգային համալիրի վաճառքի մասին։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հարակից տարածքում զվարճանքի վայրեր կառուցելն ուղղակի խայտարակություն է, հայտարարում է համալիրի շենքի համահեղինակներից Ֆերդինանդ Արաքելյանը։ Ի պաշտպանություն Վոլոդիա Ավետիսյանի հանձնախումբը Գյումրիից սկսել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում նախատեսվող նստացույցերի շարքը։ Մինչ այդ 10 օր նստացույց է անցկացվել նաև Երևանում։ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող ռուսաստանյան կայազորային դատարանի որոշմամբ Ռուսաստանի Դաշնության զինծառայող Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մեղադրանքների համար դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Դատաքննությունը տևեց մի քանի ժամ եւ նույն օրն էլ դատավորը հրապարակեց դատավճիռ։ Ավետիսյանների հարազատները եւս մասնակցեցին Պերմյակովի դասալքության գործով դատաքննությանը։ Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը Ռիտա Պետրոսյանը գալայի հետ զրույցում նշեց, թե պրոցեսը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Մի քանի հատորներից բաղկացած կարևոր այդ գործը ռուսական դատարանը քննեց մի քանի ժամում, որի ընթացքում պարզ դարձավ, որ Պերմյակովի ցուցմունքները չեն համընկնում։ Եվ բացի այդ, մահացած Հասմիկ Ավետիսյանի քույրը նշեց, թե հետևելով դատաքննության ընթացքին եւ Պերմյակովի պահվածքին ինքը եւս մեկ անգամ համոզվել է, որ դեպքի օրը վերջինս մենակ չի գործել։ Ռիտա Պետրոսյանը նշում է, թե ամենավատն այն է, որ իրեն ցուզող շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չեն ստանալու։ Օրինակ, եթե Պերմյակովը գումար է փնտրել, որպեսզի Ռուսաստանի Դաշնություն մեկնի, ապա ինչու է ընտրել հենց Ավետիսյանների բնակարանը կամ ինչ պատճառով է սպանել փոքրիկ Սերյոժա եւ Հասմիկ Ավետիսյաններին։ Կառավարության երեկվա նիստի ժամանակ հայտարարվեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իր խորհրդատվությամբ օգնելու է Deloitte ընկերությունը, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում ուսումնասիրություն իրականացնեն։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առանձնակի շեշտեց, որ այդ հետազոտության արդյունքում հասարակությունը կստանա շատ հարցերի պատասխաններ։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ օրինական մրցույթ չի հայտարարվել, խախտվել են Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ։ Ըստ տնտեսագետի այս կազմակերպությունը գործելու է բյուջեի հաշվին, այսինքն հանրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են ֆինանսավորելու, սակայն ընկերությունների շրջանակը որոշել է կառավարությունը, ոչ օբյեկտիվ մրցակցություն է ստացվում։ Մյուս կարևոր հարցն ըստ նրա այն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի գնում Բաղրամյանում հավաքված ցուցարարների պահանջը կատարելու ճանապարհով։ Արդյոք դրանով դրված խնդիրը կլուծվի, իհարկե ոչ, եթե խնդիրն ընդամենը 6.93-ով բարձրացումն է եւ որ չբարձրացնեին ինչ կլիներ, ապա դա չէր Բաղրամյանում հավաքվածների պահանջը։ Նրանց պահանջը հետեւյալն էր, թե արդյոք հոսանքի գնի ձևավորված սակագինը 48 դրամ է, ինչ չարաշահումների արդյունքում է ձևավորվել։ Եվ երկրորդ կարևոր բանը, որ այդ մարդիկ պահանջում էին, ասում էին, արդյոք մնացած շղթայի մեջ մտնող ձեռնարկություններում եւս չկան որևէ կարգի չարաշահումներ։ Այդ չարաշահումների մասով ուսումնասիրությունն ըստ ներկա պայմանագրի կոնտեքստից դուրս է մնացել։ Ըստ տնտեսագետի այս ուսումնասիրությունը հետագայում սպասվող աուդիտն ամեն ինչ մեկ նպատակ ունի՝ կազմակերպել հեծի վաճառքը։ Ես հակված եմ մտածելու, որ դա կբերի նրան, որ վերջնահաշվում գնային բազան պարզ կլինի եւ գնորդն ու վաճառողն ինչ-որ գնային հարցի շուրջ համաձայնության կգան։ Ու դա էլ կլինի աուդիտորական ընկերության գնահատականը։
Արտակ Մանուկյանը անհասկանալի է համարում կառավարության այս գործելավոճը։ Ըստ նրա տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանից ֆինանսավորել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի վերջինս վերահսկողություն իրականացնի։ Հիմա վճարում ենք մի ընկերության, որ խորհուրդներ տա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ վաղը ֆինանսավորելու են նաև աուդիտի համար։ Իսկ որ ամենակարևորն է, աուդիտը չի արդարացնելու հանրության սպասելիքները։ Կառավարության երեկվա նիստում, ինչպես հայտնի է, որոշում կայացվեց Պաշտպանության նախարարությանն ամրացված եւ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել ՆՏԱ Investment Group սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Նկատենք, որ սույն ընկերությունն ընդամենը 20 օր առաջ է գրանցվել։ Ընկերությունը պատրաստվում է համալիրի հարակից տարածքում ժամանցի կենտրոն կառուցել, որն ընդգրկելու է հյուրանոց, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը գալայի հետ զրույցում անդրադառնալով կառավարության որոշմանը նշեց, թե դեռևս անձնապես ծանոթ չէ ծրագրին եւ նաեւ հստակ չէ, թե վերը թվարկվածները համալիրի հատկապես որ հատվածում են կառուցվելու։ Վերջինը սակայն կարծում է, որ համալիրն ամեն դեպքում իր նշանակությունը պահպանելու է։ Առայժմ գիտենք, որ գնում են համալիրը, որպեսզի կարողանան պահել, ստեղծելով նրա կողքը նաև այդպիսի բաներ, բայց այն չպետք է միանշանակ խանգարի Եղեռնի հուշարձանին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համահեղինակներից Ֆերդինանդ Արաքելյանը անբարոյականություն է որակում կառավարության որոշումը, հայտարարելով, թե հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հարակից տարածքում զվարճանքի վայրեր կառուցելն ուղղակի խայտարակություն է։ Միևնույն ժամանակ նա ևս ասաց, որ դեռևս ծրագիրը չկա եւ առայժմ հնարավոր չէ ասել, թե հիշյալ կառույցները որ հատվածում են տեղակայված լինելու։ Եթե այդ բլրի վրա է լինելու, իհարկե դեմ եմ, դա բարոյական բոլոր արժեքները խախտում է։ Ես չգիտեմ իրենք ինչ են ուզում անել, բայց այդ բլրի վրա տաշի տուշի անելը խայտառակություն է։ Մի կողմում անմեղ զոհեր, մյուս կողմում ինչ ուզեն անեն, այդպես ոնց կլինի։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հյուրանոց, ռեստորան, խաղատուն, փակ ջրաշխարհ։ Հայաստանի կառավարությունը 30 միլիոն դոլարով վաճառել է համալիրը։ Գնորդը պատրաստվում է այն վերածել զվարճանքի կենտրոնի։ Նախ այն մասին, որ համալիրի շենքը 2005 թվականին վաճառվել էր Բամոն ընկերությանը 5.7 միլիոն դոլարով։ Բամոն ռուսաստանյան ընկերություն է, որը հիմնադրել են Մուրադյան եղբայրները։ Մինչ այդ համալիրը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ընկերությունն այդ ժամանակ նորոգեց համալիրը եւ այն վերաբացվեց 2008 թվականին։ Բամոն ընկերության հիմնադիր Հովիկ Մուրադյանը 2013 թվականին սպանվեց Մոսկվայում։ Նրա սպանությունը մինչ այժմ բացահայտված չէ։ Իսկ ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանին Սերժ Սարգսյանը 2010 թվականին նշանակել էր Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Նախկին սեփականատերերը հայտարարում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չէր կարող վաճառվել, քանի որ դեռևս չի ավարտվել շենքի վաճառքի հետ կապված դատական գործը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց համալիրի նախկին սեփականատեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Փակbaşնետիրական ընկերության փաստաբան Արմինե Հակոբյանը, մանրամասնելով, որ խոսքը կառավարության եւ ԴՀԿ-ի միջև կնքված որոշումն է, գույքը պարտքի դիմաց վերցնելու վերաբերյալ։ Եվ այս պարագայում, երբ որ չունենք վերջնական կայացած դատական ակտ օտարելը իմ համար ուղղակի որպես մասնագետ անհասկանալի է, բացի դրանից նույն կառավարությունը իր 854-ա որոշմամբ հստակ նշել էր, որ շարժական գույքը պետք է հանձնվեր սեփականատերերին, բազմաթիվ ընկերություններ, անհատներ հիմա եւս ունեն դատական գործեր դատարաններում գույքն են իդ պահանջում Պաշտպանության նախարարությունից, այդ գործերով եւս հասկանալի պատճառներով չկան դատական ակտեր եւ հիմա գույքը օտարվում է։ Համալիրի նախկին մամուլի խոսնակ Կոյրուն Գրիգորյանն էլ նշեց, որ նախկին սեփականատեր Բամոն ընկերությունը տարիներ առաջ ավերակ վիճակում է գնել շենքը եւ կատարել ավելի քան 40 միլիոն դոլարի չափով ներդրում։ Այսինքն շենքի գինն իրականում այսօր շատ ավելին է, քան 30 միլիոն դոլարը։ Թե ինչի կվերածվի, հետագայում իսկ մա կտեսնենք, նմանատիպ երևույթներ շատ են եղել։ Այս դեպքում իսկ մա մեզ հիասթափություն ճակերտների մեջ ասած չեն թողել, որ ապրենք, նորից կվերածեն մի հատ անճոռնի հետագայում կառույցի, չի բացառում, որ 20 հեկտարի վրա նաև շինություններ գնան, որոնք դժվար թե կարողանան ինչ-որ ձև նմանել մարզամերգային համալիրի ոճին, որովհետև այդ ոճը կրկնել անհնար է ուղղակի։
Լրագրողները հետաքրքրվեցին շահութաբերեր արդյոք համալիրի շահագործումը եւ եթե այո, ինչու այն սննկացավ։ Կոլուն Գրիգորյանը նշեց, թե համալիրը 1 ամիս շահագործելու համար անհրաժեշտ է $100,000։ Իրենք այդքան գումար չունեին, հետեւաբար ընկերությունը հայտնվեց սնանկ վիճակում։ Իսկ տարիներ շարունակ շահագործել են, որովհետեւ ըստ Կոլուն Գրիգորյանի կարևորը բարեգործություն անելն էր։ Նախկին մամուլի խոսնակը նաեւ նշեց, որ ինքը որպես քաղաքացի դեմ է համալիրի տարածքում զվարճակի կենտրոն ստեղծելուն, որովհետեւ այն Ղաղաբաղի համալիրի տեսքը, նշանակություն ու արժեքը։ Այս տարածքը մենք ուզում ենք տեսնենք այնպեսին, ինչպեսին որ կա։ Սա որպես քաղաքացի եմ ասում։ Գործը չնայած դատարանում է, սակայն կառավարությունն արդեն իսկ որոշումը կայացրել է։ Արմինե Հակոբյանն ընդգծում է, ընկերությունը Հայաստանի Հանրապետության դատարաններում գործը վիճարկելուց հետո դիմելու է նաև մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կառավարության որոշումը համարում են անօրինական, իսկ թե ով է ներկայիս գնորդ ընկերության նախկին սեփականատերերին այդքան էլ չի հետաքրքրում, հայտարարում են իրենց խնդիրը պետության հետ է։ Այստեղ պաշտպանության նախարարության մասն ենք խոսում, ֆինանսների նախարարության մասն ենք խոսում ենք դահակատ ծառայության մասին։ Սա ռեկետ չի եղել, որ փողոցից ինչ-որ մասկաներով մարդիկ մտել խլել են։ Պետական է, չի եղել։ Պետությունը խախտել է օրենքները։ Ի պաշտպանություն Վոլոդի Ավետիսյանի հանձնախումբը Գյումրիից սկսել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում նախատեսվող նստացույցերի շարքը։ Մինչ այդ 10 օր նստացույց է անցկացվել նաև Երևանում։ Հիմնական պահանջն է ազատություն Վոլոդի Ավետիսյանին եւ մյուս քաղբանտարկյալ Դենին։ Հիշեցնենք, Պայստազորի գնդապետ Վոլոդի Ավետիսյանը խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտված։ Նրա մարտական ընկերները սա համարում են քաղաքական հետապնդում Վոլոդի Ավետիսյանի ծավալած պայքարի համար։ Այս հանցավոր իշխանությունները, եթե այդ մարդկանց մեկուսացրել են հասարակությունից, որպեսզի նրանց ազդեցությունը չլինի հասարակության վրա, որովհետև նրանք առաջնորդներ էին, ինչ որ կերպ, որպեսզի ժողովուրդը մնա նիրհի մեջ, իհարկե բաց չեն թողելու։ Մենք դա գիտակցում ենք։ Տեսեք, վերջի ամիսների ընթացքում բավականին ինֆորմացիոն, այսպես վակուում էր ստեղծվել Վոլոդի Ավետիսյանի վերաբերյալ, Չէին խոսում, ինչ-որ դադարել էր, տպավորություն կարող էր ստեղծվել, որ ինչ-որ տղաներ դե հոգնան, բեզարեցին, որի նպատակը հենց իշխանության նպատակը հենց այդ է, անտեսել կհոգնեն կեթանտաները, ոչ նման բան չկա։ Այդ մարդը պայքարել է բոլոր տղաների համար, այսօրվա դրությամբ ու տեսնենք մեր կոչված ղեկավարները, որոնք որ կարող են ամեն քայլափոխին ուն գլխին ինչը կուզենան կշինեն, ուն գլխին ինչը կուզենան կվարվին։ Ի պաշտպանություն Վոլոդի Ավետիսյանի հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը նշում է, որ Գյումրիում շարժմանն աջակցում է շուրջ 80 ազատամարտիկ, ովքեր առաջադրում են ոչ միայն սոցիալական հարցադրումներ, այլև քաղաքական, պահանջելով ռեժիմի հեռացում։ Այս զավթիչները օտար ուժերի կողմից նշանակված կամ օտար ուժերին ծառայող զավթիչները ունեն մեկ նպատակ։ Այսինքն օտարի նպատակը իրականացնել Հայաստանը առանց հայերի բանաձևով ամեն ինչ անում են, այսինքն ինչքան շատ ցավացնում են մեր ժողովրդին, առանձին վերցրած անհատին, քաղաքական, հասարակական գործչին, այդքան էլ ավելի մեծ պատվի են արժանանում իրանց տերերի մոտ։ Վարոն Սարգսյան Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության հիմնական կասկածյալ մեղադրվող Վալերի Պերմյակովը դասալքության փաստով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, արդյոք ադեկվատ էր պատժաչափը։ Նշեմ, որ ռուսական օրենսդրությունը ինչ որ պատիժ նախատեսում էր 3 տարբեր հոդվածներով, ըստ էության ադեկվատ էր։ Դա մեծ հաշվով որևէ տարբերություն չկար մեր համար, թե մի քանի տարի պակաս, մի քանի տարի ավել այս հոդվածների դեպքում, որովհետև մեր համար առավելապես կարևոր նշանակություն ունի այս Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործը ելքը, դրանով կոնկրետ մեղավորի պարզումը եւ պատժաչափը։ Այս մասով նշեմ, որ սպանության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պատիժ է նախատեսում ընդհանուր միջև ցմահ ազատազրկում, եւ եթե դատանը Պերմյակովի մեղավոր ճանաչելուց հետո հանկարծ որոշեց, որ ցմահ ազատազրկում պետք է նշանակի, ցանկացած պատիժ, որը նշանակվել է, պետք է կլանվի ցմահ ազատազրկման մեջ, այսինքն այս մասով լուրջ որևէ տարբերություն չկա։ Ի սկզբանե Ավետիսյանների հարազատները հայտարարում էին, որ Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել, հայտարարեցին նաև այդ դատական նիստի օրը, նկատի ունենալով, որ ամբողջ նախաքննության, ինչպես նաև երբ որ հրապարակվում էր դատավճիռը, Վալերի Պերմյակովը հանգիստ վիճակում էր։ Դուք ինչ կասեք այս առումով։
Իսկ սկզբանը, երբ որ ներգրավել եմ գործին որպես իրավաճորտների ներկայացուցիչ, բնականաբար այդ վարկածները նույնպես ունեցել եմ, բազմաթիվ միջնորդություններ հենց այդ ուղղվածությանն են եղել նաև, որպեսզի հնարավոր այլ մասնակիցների, եթե ոչ կատարող, գոնե օժանդակող, կազմակերպիչ, դրդիչ, պարզելու Ամենայն դեպս միջնորդությունները բավարարվել են, սակայն պատասխանները ըստ այն օրենսդրությամբ սահմանված կարգով մեզ չեն հայտնում։ Նախաքննության ավարտից հետո նաև կիմանանք, թե այդ միջնորդությունների արդյունքում ինչ տվյալներ են ձեռք բերվել կամ հենց նախաքննական մարմնի նախաձեռնությամբ ինչ տվյալներ է ձեռք բերել այդ կապակցությամբ։ Համադրության մեջ կարող ենք այդ դեպքում միայն հստակորեն փորձել ասել, պատասխանել հարցին։ Այս բան դեռևս չի սպառվել այդ վարկածը, մինչ է սպասել ընդունում ենք, որ չի բացառում, որ նա միայնակ լինի, որ հետը այլ անձինք եղած լինեն, բայց միանշանակ ասել, որ նա միայնակ չի եղել, այնպիսի ապացույցներ մինչև այս պահը ձեռք չի բերվել, որոնք կվկայեն, որ նա միայնակ չէր կարող կատարել այդ հանցագործությունը։ Այսինքն որպես այդպեսին հնարավոր է միայնակ կատարել այդ վարկածը ինքը իրական վարկածը, բայց չբացառենք, որ հնարավոր են այլ մասնակիցներ, որոնց միայն գործի քննության ավարտից նախաքննական այդ նյութերին ծանոթանալուց հետո կարող ենք առավել հիմնավոր եզրահանգումներ անել եւ պատասխանել։ Պարոն Սարգսյան, շատերը տեսակետ հայտնեցին, որ դատարանը շտապողականություն ցուցաբերեց, հայտնելով, որ սա այն գործը չէր, որ պետք է արագացված կերպով քննվեր եւ դատավճիռ հրապարակվեր։ Շատ ճիշտ են նկատել այդ արագացված կարգով։ Մի փոքր պարզաբան եմ, որ մենք ունենք Հայաստան Հանրապետությունում արագացված դատական քննության կարգ, բայց դա այլ պրոցեդուրա է։ Ըստ դեպքում ոչ թե նման կարգ էր գործում, այլ սովորական դատաքննություն էր ընթանում, բայց մաքսիմալ արագացված դատավարության կողմերի եւ դատարանի կողմից։ Այսինքն, տեսեք, 72 հատոր քրեական գործ էր քննված, որոնք գտնվում էին դատարանում, այդ 72 հատոր քրեական գործը դատարանում քննվեց ընդամենը 1 օրվա ընթացքում, աննախադեպ ինչ-որ երևույթ էր, ես իմ ամբողջ պրակտիկայում նման բան չեմ տեսել, եթե ասենք արագացված օրենքով սահմանված արագացված քննություն չի լինում, իսկ այս դեպքում սովորական ընդհանուր կարգով դատաքննություն է իրականում ու այնպիսի տպավորություններ, որ եւ մեղադրանքի կողմը եւ պաշտպանության կողմը, հատկապես դատարանը համաձայնեցած կերպով փորձում էին րոպե առաջ ավարտել։ Իսկ երբ կմեկնարկի արդեն սպանության գործով դատավարությունը։ Սպանության գործով դատավարությունը սպայն միանշանակ ասել հնարավոր չի, չնայած որ լրատվական միջոցներով կարծիքներ են հայտնվում, որ օգոստոսի մեջ, սեպտեմբերի մեջ, ես սպայն իմ փորձից ելնելով, դեռևս սպասվելիք ընթացակարգերը պատկերացնելով, կարող եմ ասել, որ սեպտեմբերի մեջ հաստատ դատաքննություն չի լինի, օգոստոսի մեջ որոշ պրոցեսներից հետո կարող ենք ասել կլինի, թե չէ, որովհետև սպայն նույնիսկ չի ավարտվել ռուսական կողմի տրամադրված նյութերի թարգմանությունը 9 հատոր քրեական գործ են տրամադրել, այդ թարգմանությունը դեռևս ավարտվելուց հետո պետք է այդ նյութերում արկա փորձաքննությունների եզրակացությունները ծանոթացնեն, ծանոթանալուց հետո գուցե նոր միջնորդություններ ունենանք, պետք է քննարկի վարույթ իրականացնող մարմինը եւ եթե եւ դժոխք կողմը եւ պաշտպանության կողմը եւ հենց վարույթ իրականացնող մարմինը նոր գործողությունների կարիք չունեցան, պետք է արդեն նոր նախաքննության ավարտ հայտնեն։ Նախաքննության ավարտից հետո ամբողջ ծավալով եւ հայկական կողմի քննած եւ ռուսական պետք է տրամադրեն նաեւ մեզ եւ ժամանակ բնականաբար այդ բազմահատոր քրեական գործ ուսումնասիրելու եւ միջնորդություններ ներկայացնելու համար այս առումով բավականին դեռևս ժամանակ ունենք։ Իսկ այդ ընթացքում որտեղ է գտնվելու Պերմյակովը։ Բավականին խրթին հարց է դա։ Տեսեք, քանի դեռ դատավճիռը ռուսական կողմի օրինական ուժի մեջ չի մտել, նա համարվում է կալանքի տակ գտնվող, այսինքն պատիժ չի կրում։ Իսկ կալանք կրելու պայմաններ ռուսական ռազմաբազան ունի եւ մինչ այս պահը նա այնտեղ կալանքի տակ է գտնվում։ Հիմա ռուսական դատավճիռով որոշվեց, որ նա պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի պայմաններում, այդ քրեակատարողական հիմնարկում ու նման, ասենք, պայմաններ ապահովելու, ես չգիտեմ ռուսական կողմ ինչքանով ռազմաբազայում նման հնարավորություն ունի ապահովելու թե չէ, ու այստեղ խնդիր է ծագել, մի կողմից պատիժ պետք է կրի, իսկ մի կողմից հայկական գործի համար նա դեռևս ազատազրկում չունի եւ ենթադրաբար, ասենք, նույն ռուսական գործի շրջանակներում ինքը ազատազրկման մեջ է։ Եվ այս դեպքում, քանի որ միանշանակ կարգավորումներ չկա, կարծում եմ համաձայնեցված կարգով հայկական ռուսական կողմը այդ հարցի լուծումը կտան։ Բազմաթիվ կարծիքներ եղան, որ դատավճիռից հետո օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովին կտեղափոխեն Ռուսաստան եւ այլն եւ դատաքննությունը չի մասնակցի։ Միանշանակ չասեմ, բայց իմ համոզմունքն եմ ուզում ասել, որ եթե համաձայնություն ձեռք բերվեց, որ վարույթը փոխանցեն, որը որ կա,
Նաև կլինի նրա մասնակցությունը դատաքննության հայկական կողմի իրականացող, ով կապահովի մասնակցությունը, ինչ եղանակով, դա դեռևս պայմանավորվածությունների փուլ պետք է անցնի։ Բայց իմ խորին համոզմամբ Պերմյակովը միանշանակ ներկա կլինի դատաքննություններին, որովհետև առանց նրա մասնակցության դատաքննություն ուղղակի հնարավոր չէ օրենսդրությամբ։ Եվ այս դեպքում, եթե ռուսական կողմը հանկարծ նման ծայրահեղ քայլի գնա նրան տեղափոխի, դա լուրջ դժգոհությունների ու արդեն կարծում եմ լուրջ բարդությունների առաջ կանգնեցնի նրանց, այդ թվում նաև մենք փաստաբաններս ամեն ծայրահեղ միջոցի օրենքով նախատեսված կարգով կգնանք եւ վստահ եմ, որ լավ հասկանում են երկու կողմերն էլ եւ այսքան համաձայնություններից հետո որ վարույթը փոխանցեցին նման ծայրահեղ քայլի չեն գնա։ Իսկ հայկական կողմի դատավճռից հետո արդեն դա նորից փոխադարձ համաձայնությունների խնդիրը, թե պատիժը որտեղ պետք է գրի։ Շատ առաջ չեն գնենք, տեսնենք դատավճիռը ինչ կլինի նոր։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները մի քանի հարձակում են գործել թուրք ուժայինների վրա։ Հարձակումների են ենթարկվել զինվորական բազաներ, ոստիկանության բաժանմունքներ եւ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող այլ օբյեկտներ։ Դիարբեքիրում քրդերը ռմբահարել են անվտանգության ծառայության տարածաշրջանային բաժանմունքի շենքը, տուժել է 2 մարդ։ Թուրքական իշխանությունները հաղորդել են, որ պատասխան գործողությունների ժամանակ սպանվել են 7 զինյալներ։ Նշենք, որ թուրքական օդուժը շարունակում է օդային հարվածներ հասցնել հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերին։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկիչների ամբողջական չեզոքացումը։ Դրա հետ մեկտեղ թուրքական Ինջերլիկ բազայից օդ բարձրացած կործանիչները Սիրիայում իսլամական պետության դիրքերին հասցրել են առաջին հարվածները։ Չինաստանի Թունգուան քաղաքում կառուցվող մետրոյի կայարանը Փարիզ բուն իմաստով անցել է գետնի տակ շինաշխատանքների մեկնարկից 1 օր առաջ։ Տեղի ունեցածի պատճառը շինհրապարակի Կարսյան հիմքի փլուզումն է։ Կայարանի փլուզման հետևանքով առնվազն 1 բանվոր մահացել է կամ վիրավորներ։ Շրջակայքի բնակելի շենքերից տարհանվել են ավելի քան 200 բնակիչներ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ Իզաբել Սանթոսը Բաքվում Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների նկատմամբ դատավճռի հրապարակման առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները լկտիաբար խախտում են ԵԱՀԿ նորմերը։ Ադրբեջանում շարունակվում է արագացված հակադեմոկրատական գործընթացը, նշել է նա։ Այդ դատավճռի հետ կապված խորը անհանգստություն է հայտնել նաեւ Միացյալ Նահանգները, իդեմս պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի։ Շվեդիայի կենտրոնական հատվածում գտնվող Արբուրգ քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել հսկողությունը ներգաղթյալների համար նախատեսված կենտրոններում։ Որոշումն ընդունվել է ծագումով Էրիթրեայից 2 ներգաղթյալների ձերբակալությունից հետո։ Նրանք մեղադրվում են կահույքի վաճառասրահում 2 մարդու սպանություն իրականացնելու մեջ։ Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել Վեստերոս քաղաքում։ Խանութում դանակահարությունից մահացել էին տեղաբնակ մի կին եւ նրա որդին։ Եվրամիության երկրների շարքում Շվեդիայում ապաստան տրամադրելու դիմումների ամենաբարձր ցուցանիշն է։ Եթե Իտալիայում 1000 քաղաքացուն բաժին է հասնում փախստականի կարգավիճակ ստացողի 1 տեխնացու, ապա Շվեդիայում այդ ցուցանիշը կազմում է 8.4։ Եվրոստատ վիճակագրական գործակալության տվյալների համաձայն 2014 թվականին Շվեդիայում փախստականի կարգավիճակ ստանալու ավելի քան 80,000 դիմում է ներկայացվել։ 2013 թվականի ցուցանիշից 2 անգամ ավելի շատ։ Անօրինական ներգաղթը Եվրամիությունում դեռևս նման ծավալներ չեր ընդգրկել, ինչպես անցած 3 տարում, սակայն Եվրամիությունը նոր միգրացիոն ռազմավարություն է մշակել։ Վերջերս միջերկրական ծովում շուրջ 800 միգրանտների զոհվելուց հետո